Պարոն Բաբայան, դուք նոր ժամանեցիք այստեղ, քննիչները իրավապահ համակարգի ներկայացուցիչները սպասում են, որ ինչ-որ քննչական գործողություններ պետք է սկսեն, մանրամասնակ խնդրում եմ, նախ ինչ գործի շրջանակներում է եւ ինչ կարող եք ասել սրա հետ կապված։ Գործը վերաբերում է այսօր հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված այդ տեսագրությանը, ենթադրաբար դրան է վերաբերում, հաշվի առնելով այն ինչ որ ես հիմա կարդացի։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կա որոշում կայացված երկու անձանց, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի որդու եւ հոր ձերբակալության վերաբերյալ։ Հիմա որոշումը կա, ծանոթացանք որոշումը, Մարտուն Գրիգորյանի հայրը Կամո Գրիգորյանը այս պահին տանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրեն, որ ոստիկանությունն իրեն պիտի ձերբակալի, ձերբակալման որոշում կա, հայրը գալիս է արդեն այստեղ, որպեսզի ներկայանա ոստիկանությանը։ Դե գործը որդին էստեղ է, որդին մեր կողքը կանգնած է։ Գործը վերաբերվում է ենթադրյալ ինչ որ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ որ խոստումներ տալուն, ինչ որ ընտրակաշառքներ բաժանելու, այսինքն որոշումներից հստակ չի թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերում, հա, ընդհանուր ձևակերպումներ են, դրա վերաբերյալ երկուսն էլ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն եւ նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար, այսինքն կալանավորման նպատակով ձերբակալությունը իրականացնել։ Այդքան խիստ են որոշել Որոշել են այդքան խիստ անեն, հիմա արդեն ձերբակալումը կիրականացնեն, դրանից հետո ընթացքում կհասկանանք, եթե կալանավորման իջնորդություն կներկայացվի, արդեն դատարանում մի բան հասկանանք։